Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղ եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ իսրդե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, физический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту. Астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելի ունկնդիրներ, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Որպեսզի ձեր հարցերին պատասխանեմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, կարող եք նաև տալ այսպիսի հարցեր, կա ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ, թուղթուգիր, անեզք, որովհետև իմ ուղիղ եթերները իրենք յուրահատուկ ուղիղ եթերներ են, ես նաև նման հարցերի եմ պատասխանում, եթե զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա նույնպես կախված է որևէ տեսակի նեգատիվից, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Дорогие мои подписчики, как вы знаете, каждую субботу, воскресенье у меня был эфир, где я отвечаю на ваши вопросы. Вы можете давать вопросы на русском, пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса, личные отношения, финансы, здоровье, наличие негатива, порча, проклятие. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать на русском. Ասկանը սիրելիներս, սկսենք մեր ուղիղ եթերը, դուք էլ ակտիվ եղեք, ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, Արտուր 29 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արտուրի համար։ Արտուր 29 տարեկան, առողջական։ Ճիշտ է կա առողջական խնդիրներ սիրելի Արտուր, բայց նաև ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրներից կձերբազատվեք, դուք այդ խնդիրներից կազատվեք, կլինի լավացում, կլինի ապաքինում, մի վախեցեք, մի հուսահատվեք, կատարեք անպայման բժիշկների ցուցումը և կլինի լավացում, կլինի ապաքինում։ Պետրոս 37 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Պետրոսի համար։ Պետրոս 37 տարեկան անձնական։ Սիրելի Պետրոս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա անեծք, որի պատճառով ոչ անձնական կա, ոչ էլ ֆինանսական կա, ու քանի գնա ավելի կվատանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Պետրոս, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։
Արտուր 24 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտուրի համար։ Արտուր 24 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Արտուն ձեր անձնական ոլորտի հետ կապված, ոնց որ չի ստացվում։ Գիտեք ինչ ցույց է տալիս, որ կա դժվարություններ, սիրելի Արտուր։ Դուք գիտես, թե ձեր անձնականը, միայն անձնականը չի, եւ ֆինանսական ոլորտում է կա խնդիր։ Էս է պիտի ձեր անձնականը ստացվի, չի ստացվում, բայց նաեւ ցույց է տալիս, որ դա ժամանակի հետ է կապված։ Ոչ թե ձեր անձնականը չի ստացվում, ոչ թե ֆինանսական խնդիրները ձեր դեմը փակված են, ոչ, սիրելի Արտուր։ Աստված ցույց է տալիս ուղղակի որոշակի ժամանակ է պետք, որոշակի ժամանակ է պետք, ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, առաջխաղացում, հետագայում նաև ձեր անձնական կյանքի մեջ, որովհետև ցույց է տալիս, որ ցանկանում եք ինչ-որ անձնական հարաբերություններ ունենալ, ձեզ թվում է, թե չի ստացվում, ուղղակի ճակատագիրը չի թողնում, որ այդ մարդկանց հետ լինի ձեր հարաբերությունները, որովհետև այդ մարդիկ ձեզ համար նախատեսված չեն։ Ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք եւ անձնական հարաբերություն կունենաք եւ կկարողանաք ընտանիք կազմել, երջանիկ լինել։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Կոհար 37 տարեկան անձնական։ Կոհար 37 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ ասում է հաջողության ժամանակահատված, ինչ երազանք նպատակ, որ ունեք սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Լիանա 29 տարեկան։ Լիանա 23 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 23 տարեկան անձնական գործնական։ Սիրելի Լիանա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, այսինքն ոչ թե անհատական ձեր վրա է այդ թուղթուղիրը, սիրելի Լիանա, ձեր հայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով փակվում է եւ ձեր անձնականը, փակվում է եւ ձեր ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիանա, եւ անձնական կլինի եւ ֆինանսական հաջողություն, քանի կա այս նեգատիվը, դա ամեն ինչ փակում է։ Սուսի 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսիի համար։ Սուսի 21 տարեկան անձնական։ Սիրելի Սուսի, ձեր վրա էլ կա տոհմական անեծք, որը գալիս է հայրական ազգից, փակված է ձեր անձնականը, չի ստացվում, գալիս տեղ չի հասնում, ձեր 4 կողմում հակառակ սերի ներկայացուցիչները անորակ են, որի հետ դու չես ցանկանում անձնական հարաբերություններ ունենալ։ Սիրելի Սուսի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի անձնական։ Եթե մնաք այս նեգատիվի տակ, ինքը կփակի ձեր եւ անձնականը եւ ֆինանսականը։ Տիգրան 25 տարեկան անձնական։ Տիգրան 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Սիրելի Տիգրան, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Տիգրան, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։
Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա ձեր անձնական ոլորտում, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Գալինա 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գալինայի համար։ Գալինա 22 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Գալինա, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գալինա, ձեր երազանքա նպատակը կատարվելու է, անձնական ոլորտում լինելու է երջանկություն, սիրելի Գալինա։ Աշտուր անձնական, Աշտուր 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշտուրի համար, Աշտուր 26 տարեկան անձնական, սիրելի Աշտուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզքը գալիս է մայրական ազգից, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն սիրելի Աշտուր և կլինի անձնական, քանի կա այս անեզքը, քանի կա այս կախարդանքը մագյան, սիրելի Աշտուր, դուք ուղղակի կկորցնեք ժամանակ, կունենաք հիասթափություն և անձնական չի լինի, բացի դրանից սա ոչ միայն ձեր անձնականն է փակում է նաև ձեր առաջխաղացումը, ձեր ֆինանսական ոլորտը։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Վայրա 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարյայի համար, Վայրա 19 տարեկան անձնական, սիրելի Վայրա, ձեր վրա կա նեգատիվ, ձեր հայրական ազգը ամբողջովին անեզքի տակ է, եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե ունեք հորաքույրներ, հորեղբայրներ, այնտեղ կան վաղաժամ մահեր, կա երեխա առողջական խնդիրներ, երեխաներ չեն ծնվում, ամուսնալուծություններ, ամուսնանալու հետ կապված խնդիրներ, սիրելի Վայրա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք և այն ինչ որ ձեզ ճակատագրով գրված է, դա ձեզ հասանելի կլինի, այս նեգատիվը դա ամբողջովին փակում է։ Լաուրա 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լաուրայի համար, Լաուրա 24 տարեկան անձնական, Սիրելի Լաուրա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, սիրելի Լաուրա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լաուրա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հասմիկ 36 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար, Հասմիկ 36 տարեկան, սիրելի Հասմիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Հասմիկ։ Խանու 51 տարեկան, ինչ է սպասվում մոտակա օրերին, Խանում 51 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը, ինչ է սպասվում մեր սիրելի Խանումին,
Կա խնդիրներ, սիրելի խանութ, կա դժվարություններ, կա ֆինանսական խնդիրներ, Գիտեք ինչ, սիրելի խանութ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կապ, որի պատճառով ոչ մի լավ բան չի սպասում, եւ ազնական պրոբլեմներ, եւ ֆինանսական պրոբլեմներ, քանի գնալ ավելի կշատանա, ավելի կբարտանա։ Սիրելի խանութ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո ձեզ կսպասի լավ բաներ, երջանկություն, հաջողություն, բայց քանի կա այս կախարդանկը, քանի կա այս կապն ու մագիան, ոչ մի լավ բան ցույց չի տալիս։ Լևոն 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի համար։ Լևոն 40 տարեկան։ Սիրելի Լևոն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես ֆինանսական ոլորտում, նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Լևոն, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ եք ցույց տալիս, սիրելի Լևոն։ Շնորհակալ եմ նվերների, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Լաուրա Հարություն, միացում կլինի թե ոչ։ Լաուրա Հարություն, միացում կլինի թե ոչ։ Կլինի միացում, սիրելի Լաուրա, սիրելի Հարություն։ Ճիշտ է, խնդիրներ կա, բայց այդ խնդիրները հաղթահարելով դուրս կգաք, միացում կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Հասմիկ 31 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Հասմիկ 31 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի Հասմիկ, հղիություն կլինի, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, հղիություն կլինի։ Վահե Վարդուհի, միասին կլինեք թե ոչ։ Վահե Վարդուհի, միասին կլինեք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի եւ Վարդուհու համար։ Այո, սիրելի Վահե, սիրելի Վարդուհի, ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները լուծելի են, դուք կլինեք միասին, դուք կլինեք միասին։ Մերուշ 46 տարեկան, ազնական։ Մերուշ 46 տարեկան, ազնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերուժի համար։ Սիրելի Մերուշ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, թողնում եք անցյալում։ Ձեր դեմ բացում է ձեր անձնական ոլորտում, բացում է ճանապարհներ, բացում է հաջողություն, բացում է հորիզոններ ու հնարավորություններ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։
Թամարը 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 20 տարեկան անձնական։ Ոնց որ քնած է սիրելի Թամարա ձեր անձնականը։ Սիրելի Թամարա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը ամբողջովին փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Թամարա, եւ կլինի հաջողություն, կլինի երջանկություն, քանի կա այս կախարդանքը, մագիան եւ անեծքը, սիրելի Թամարա, դուք անտեղի ժամանակ կկորցնեք, այդ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինեն խնդիրներ եւ պրոբլեմներ։ Ռոբերտ 50 տարեկան առողջական։ Ռոբերտ 50 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոբերտի համար։ Ռոբերտ 50 տարեկան առողջական։ Սիրելի Ռոբերտ, կա խնդիրներ, բայց նաև կա լավացում, կա ապակինում, անպայման կատարեք բժիշկների ցուցումը եւ կլինի առողջացում, կլինի լավացում։ Վերա 32 տարեկան անձնական։ Վերա 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վերայի համար։ Վերա 32 տարեկան անձնական։ Սիրելի Վերա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք դրանք կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Վերա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ռազմիկ 32 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռազմիկի համար։ Ռազմիկ 32 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ռազմիկ, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, սիրելի Ռազմիկ, ձեր թեմը բացում է հաջողության ճանապարհ, ձեր թեմ բացում է հնարավորության ճանապարհ, ճիշտ է կան խնդիրներ, պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները լուծելի են, ձեր թեմ բացում է ճանապարհներ հաջողության, սիրելի Ռազմիկ։ Կայանե 43 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Կայանե 23 Կայանե 43 տարեկան, ինչ է սպասվում այս շաբաթ։ Կայանե 43 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Գայանե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիրը կա, պրոբլեմները կա, այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Նարեկ անձնական 93 թիվ 23 տարեկան։ Չէ, 33 տարեկան, Նարեկ անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար, Նարեկ անձնական,
Սիրելի նարեկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, քանի կա այս նեգատիվը, սիրելի նարեկ, անձնական չկա, չի լինի, դա անհնարին է։ Թինա 32 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թինայի համար, Թինա 32 տարեկան անձնական, սիրելի Թինա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, հատկապես ձեր հայրական ազգից է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կունենաք և անձնական երջանկություն և ֆինանսական հաջողություն։ Կայանե երեմ, բարիշելու եք, թե ոչ, հաշտություն լինելու է, թե ոչ, կայանե երեմ, հաշտություն լինելու է, թե ոչ, այո, սիրելի կայանե, սիրելի երեմ, հաշտություն լինելու է, հաշտություն լինելու է, Հակոբ 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հակոբի համար, Հակոբ անձնական, Սիրելի Հակոբ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը, սիրելի Հակոբ, դուք ուղղակի ժամանակ եք կորցնում, ցավեր եք ունենում, խնդիրներ եք ունենում և անձնականն էլ չկա ու չի ստացվում։ Լիանա Արթուր անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի և Արթուրի համար, Լիանա Արթուր, կա խնդիրներ, սիրելի Լիանա, սիրելի Արթուր, կա խնդիրներ և անձնական ոլորտ, սիրելի Լիանա, սիրելի Արթուր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով և անձնական խնդիրներ կա, և ֆինանսական խնդիրներ կա, և պրոբլեմներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետև եթե այս նեգատիվը մնա, կլինի պրոբլեմներ, կլինի բաժանություն, կլինի ոչ անձնական երջանկություն կունենաք, ոչ էլ ֆինանսական հաջողություն։ Հայկ 28 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հայկի համար, Հայկ 28 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Հայկ, գիտեք ինչ, սիրելի Հայկ, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, ոչ ֆինանսական է ստացվում, ոչ էլ գործնականը, կա մագիա, կա կախարդանք, որը փակում է ձեր և անձնական երջանկությունը և ֆինանսական հաջողությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հայկ, և անձնական երջանկություն կլինի և ֆինանսական հաջողություն։ Ռոբերտ 23 տարեկան առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռոբերտի համար, Ռոբերտ 23 տարեկան առողջական,
Կախնդիրներ, սիրելի Ռոբերտ, կախնդիրներ։ Սիրելի Ռոբերտը, ձեր առողջական խնդիրը դա ոչ թե սովորական խնդիր է, ձեր առողջական պրոբլեմը դա թուղթուգրի եւ անեսկի արդյունք է։ Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը բերել կանգնեցրել է ձեզ նման հիվանդության առաջ։ Բժիշկների օգնությունն է ձեզ չի օգնի, եթե դուք չկարողանաք ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրում, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, նաև կատարեք բժիշկների ցուցումը կլինի առողջացում։ Իսկ եթե ձեր բիոէներգետիկ դաշտը չմաքրեք, բժիշկների ցուցումը օգուտ չի տա, սիրելի Ռոբերտ։ Անհավաղ կատարեք մաքրում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրում, կլինի լավացում եւ առողջացում։ Թերմինե 39 տարեկան անձնական։ Թերմինե 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թերմինեի համար։ Սիրելի Թերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, դուք էլ գիտեք, որ ձեր անձնականը փակված է, գիտեք ինչ, դուք ոչ թե տեղում տոպում եք, այլ հետ եք գնում։ Սիրելի Թերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Թերմինե, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտերում կլինի հաջողություն, ոչ միայն անձնական ոլորտում, ձեր վրա կա կախարդանք, մագիա, դրանից որ ձերբազատվեք, կլինի անձնական հաջողություն։ Զարա 27 տարեկան, կամուսնանաք այս տարի թե ոչ։ Զարա 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի համար։ Զարա 27 տարեկան, ամուսնություն կլինի այս տարի թե ոչ։ Այո, սիրելի Զարա, ամուսնություն կլինի եւ երջանիկ էլ ամուսնություն կլինի։ Ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Սամվել 48 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 48 տարեկան։ Սիրելի Սամվել, հատկապես ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Սամվել, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Սամվել, Անահիտ 53 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 53 տարեկան, առողջական։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անահիտ 53 տարեկան, առողջական։
Կա խնդիրներ, սիրելի Անահիտ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, սիրելի Անահիտ, ձեր առողջական պրոբլեմը դա թուղթուգրի, մագիայի եւ կախարդանքի արդյունք է։ Ոչ միայն պետք է բժիշկների դիմեք, նաեւ պետք է դիմեք էքստրասենսի, պետք է այս կապը, այս մագիան ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի ապակինում։ Եթե այս կապը, այս թուղթուգին ու կախարդանքը մնա, սիրելի Անահիտ, ընդհանրապես առողջություն չի լինի, բժիշկների օգնություններ չի ձեզ օգնի, անհապաղ դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի լավացում եւ կլինի ապաքինում։ Մանեկ 27 տարեկան անձնական Մանեկ 27 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանեի համար։ Սիրելի Մանե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի տակից, նոր կլինի անձնական, քանի կա այս անեծքը չի լինի, սիրելի Մանե անձնական, անպայման մաքրվեք, դուք էլ լավ գիտեք, որ ձեր անձնականը գալիս ու տեղ չի հասնում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար։ Անահիտ 52 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 52 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև այս կախարդանքն ու մագիան ձեզ ոչ անձնական է տալիս, ոչ գործնական է տալիս, ինչին ձեռ եք տալիս քանդվում է, ինչին ձեռ եք տալիս փլուզվում է։ Դուք հենց հիմա արդեն քաոսի մեջ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն կլինի անձնական։ Քանի կա այդ նեգատիվը, այդ քաոսը, քանի կնա, այնքան կվատանա։ Վահագ 39 տարեկան անձնական։ Վահագ 39 տարեկան անձնական, տեսնենք էլ ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահագի համար։ Վահագ 39 տարեկան անձնական։ Փակված է սիրելի Վահագ, ձեր անձնականը քնած է։ Ձեր անձնականը քնած է, սիրելի Վահագ։ Սիրելի Վահագ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր եւ անձնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի եւ անձնական, կլինի եւ ֆինանսական։ Ձեր վրա հատուկ թուղթուգիր է արած, սիրելի Վահագ, եւ ձեր անձնականը փակված է։ Բայց դա ազդում է ոչ միայն ձեր անձնականին, ազդում է նաև ձեր ֆինանսականին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Սիրելի կոր, ես անչափահասներին չեմ նայում։ Երբ որ մեծացար գրեսկը, ես քեզ կպատասխանեմ, տղա ջան։ Բարև ձեզ։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 22 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հերմինե, ձեր վրա կա տոհմական անեծք,
ընդհանուր եւ անձնական դեպակված եւ կորստական դեպակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի հաջողություն։ Եթե չմաքրվեք, քանի կնա, այնքան կվատանա, այնքան կբարտանա, ժամանակ կկորցնեք եւ արդյունք չի լինի։ Կարինե 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 41 տարեկան։ Սիրելի Կարինե, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Կարինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սևադա 45 տարեկան։ Ձեր հայրիկի առողջությունը ոնց կլինի։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը, սիրելի Սևադա։ Ինչպես կլինի Սևադայի հայրիկի առողջությունը։ Կլինի լավացում, կլինի ապակինում, սիրելի Սևադա, մի կվախեցեք, մի հիասթափվեք, ոտքի կկանգնի, ուժեղ անձնավորություն է։ Գայանե 55 տարեկան, անձնական։ Գայանե 55 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Սիրելի Գայանե, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը չի ստացվում, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Գայանե, եւ կլինի անձնական։ Ձեր վրա մեծ թուղթուգիր անեսք կա, սիրելի Գայանե, դրա համար էլ ոչ անձնական կա, ոչ երջանկություն կա, ոչ էլ հաջողություն։ Արտյոմ Նելի, կմիանաք թե ոչ։ Արտյոմ Նելի, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի եւ Նելիի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արտյոմ, սիրելի Նելի։ Կա վախեր, գիտեք ինչ, կլինի միություն, բայց շատ դժվարություններ է ցույց տալիս, մի հիասթափվեք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, գործ կատարեք, գրեք, շփվեք, կլինի միություն։ Վայ, 24 տարեկան։ Վահե 24 տարեկան, մեքենան կվաճառի եւ կկարողանա նորը գնի, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Վահե։
Դժվարություններ է ցույց տալիս։ Գիտեք ինչ, կկարողանա, բայց ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Այս չի լինելու, ոչ վաճառքը, ոչ էլ գնելը։ Ցկցկվող իրավիճակ է ցույց տալիս։ Ռուզաննա 35 տարեկան, անձնական։ Ռուզաննա 35 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Սիրելի Ռուզաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Անի 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Անի 8 տարեկան, կա խնդիրներ սիրելի Անի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Խաչիկ 24 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խաչիկի համար։ Խաչիկ 24 տարեկան, անձնական։ Սիրելի Խաչիկ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս ամուսնություն, գիտեք ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Խաչիկ, ձեր անձնական ոլորտում ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Արփինե 32 տարեկան, ընդհանուր։ Արփինե 32 տարեկան, ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Սիրելի Արփինե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Արփինե եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս անեծքը, քանի կա այս մագիան, ոչ անձնական երջանկություն է ցույց տալիս, ոչ ֆինանսական հաջողություն, խնդիրներ, պրոբլեմներ եւ դժվարություններ։ Ելեն 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ելենի համար։ Ելեն 23 տարեկան։ Սիրելի Ելեն, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ոչ անձնական կա, ոչ էլ երջանկություն կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանկը, այս մագիան, այս գիրը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
Էստելիտա 24 տարեկան։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էստելիտայի համար։ Էստելիտա 24 տարեկան։ Սիրելի Էստելիտա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Ինչ երազանքներ նպատակներ ունեք, սիրելի Էստելիտա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Վարազդատ 42 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի վարազդատի համար։ Վարազդատ 42 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի վարազդատ, ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ, ճիշտ է խնդիրներ կա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք եւ ֆինանսական հաջողություններ կունենաք, այդ խնդիրներից, պրոբլեմներից էլ կձերբազատվեք։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի վարազդատ ձեր ֆինանսական ոլորտում։ Ալլա 20 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալլայի համար։ Ալլա 20 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Ալլա։ Սիրելի Ալլա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք, դա փակում է ձեր եւ անձնականը, փակում է եւ ձեր գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ալլա, կլինի եւ անձնական, կլինի եւ գործնական, այս նեգատիվը ամբողջովին ձեր հաջողության ճանապարհը փակում է։ Արդակ 39 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արդակի համար։ Արդակ 39 տարեկան։ Սիրելի Արդակ, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու է։ Գիտեք ինչ, շատ փոքր ժամանակ հետո ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Արդակ, ձեր այդ խնդիրներից, պրոբլեմներից դուք դուրս կգաք եւ հաղթանակով դուրս կգաք։ Սևադա 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սևադա 27 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Սևադա։ Սիրելի Սևադա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր առաջխաղացումը փակված է։ Ձեր խնդիրները հենց կապված են այս մագիայի եւ կախարդանքի հետ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը մագիան ձեր վրա է սմակրել եւ ձեր բոլոր խնդիրներն ու պրոբլեմները կլուծվեն, ձեր դեմ կբացվին ճանապարհներն ու հնարավորությունները։ Նարա 37 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 37 տարեկան ընդհանուր։
Սիրելի Նարա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, այդ խնդիրները կարա պրոբլեմները լուծել էին, այդ խնդիրները պրոբլեմները ժամանակավոր են։ Լիդիա 23 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիդիայի համար։ Լիդիա, սիրելի Լիդիա, ձեր անձնական կյանքի մեջ կա պրոբլեմներ, բայց այդ պրոբլեմները լուծելի են, ունենալու եք անձնական երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Լիդիա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Նարա 36 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարայի համար։ Նարա 36 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Նարա, ձեր ֆինանսական ոլորտում եւ ձեր անձնական ոլորտում։ Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ձեր վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նարա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այդ նեգատիվը ամբողջովին քանդում է ձեր անձնականը, քանդում է ձեր գործնականը, կբերի նաև առողջական խնդիրներ։ Մայրամ Գևորգ, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մայրամի ու Գևորգի համար։ Մայրամ Գևորգ, սիրելի Մայրամ, սիրելի Գևորգ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով կլինի բաժանություն, որի պատճառով կլինի դժվարություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այս մագիան, այս կախարդանքը բերում է բաժանության, նաեւ բերում է առողջական խնդիրների։ Հովանես 44 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հովանեսի համար։ Հովանես 44 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հովանես, ճիշտ է կա դժվարություններ, բայց այդ դժվարությունները հաղթահարելի են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություններ, կլինի հաղթանակներ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Ասեք, կարող եք ձեր հարցը տալ, գրեք։ Բարև ձեզ։ Ռուսլան 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար։ Ռուսլան 34 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Ռուսլան։ Սիրելի Ռուսլան, կա նեգատիվ, կա թուղթուգիր, կա անեծք,
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս անեծքի տակից և կլինի անձնական և կլինի երջանկություն։ Դուք անեծքի տակի ամբողջովին սիրելի Ռուսլան։ Գյուլնարա 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գյուլնարայի համար։ Գյուլնարա 19 տարեկան անձնական։ Սիրելի Գյուլնարա, սիրահարված եք, սիրելի Գյուլնարա, վախենում եք, որ կարող է ձեր անձնականը չստացվի, կամ էլ հնարավոր է ձեր կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է մտել, որ վախեր է առաջացրել։ Գիտեք ինչ, սիրելի Գյուլնարա, ցույց է տալիս, որ ներքին վախեր կան։ Ձեր անձնական կյանքի մեջ այնպիսի իրավիճակ է եղել, որ դուք ներքին վախեր ունեք, որ ձեր անձնականը չի ստացվի, ոչ սիրելի Գյուլնարա, դա ուղղակի ձեր ներքին վախերն է, դուք ունեք անձնական երջանկություն, դուք լինելու եք երջանիկ։ Լինելու եք երջանիկ, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Էլեն 18 տարեկան անձնական։ Էլեն 18 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էլենի համար։ Սիրելի Էլեն, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով դուք ցավոտ հարված եք ստացել ձեր անձնականի վրա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս գիրը ձեր վրայից մաքրեք, սիրելի Էլեն, ժամանակ չեք կորցնի, կունենաք ձեր ցանկացած անձնական երջանկությունը։ Իսկ եթե սա չմաքրեք, ընդհակառակը այս տարօրինակ հարվածները, որոնք ձեզ հուսահատեցնում են, այդ հարվածները ավելի շատ կլինեն և ավելի ցավալի։ Շավո 33 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շավոյի համար։ Շավո 33 տարեկան։ Սիրելի Շավո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր և անձնականն է փակված և ֆինանսականն է փակված, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական խնդիրներ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, սիրելի Շավո, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի երջանկություն, կլինի հաջողություն։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի,
գործողությունը, օգնությունը, անպայման իրենց նույնպես տեղյակ պահեք, թող իրենք էլ միանան մեր այսօր եթերներին, եթե իրենք էլ ունեն հարցեր, տան, ես էլ մեծ սիրով կպատասխանեմ։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։